Շնորհակալություն Տիկին Ավանեսյան կատարած մեծ աշխատանքի ներդրված ջանքերի համար, որովհետև մենք ըստ էության կայացնում ենք մի հսկայական համակարգ, որը զրոյական բազայի հիման վրա է սկսվել կայացվել եւ շատ մեծ պատասխանատվություն կա համակարգը ամբողջությամբ իր նպատակին հասցնելու եւ այս գործի ընթացքում բոլորիս անելիքները իրապես մեծ են, այդ թվում նաեւ այն բուժաշխատողների, ովքեր բարեխղճորեն են մոտենում իրենց աշխատանքին, զգում են պատասխանատվությունը համակարգը կայացնելու եւ նաեւ մեր քաղաքացիներին, ովքեր նույնպես պետք է շատ մեծ ներգրավվածություն ունենան, որովհետեւ շատ կարեւոր է, որ գիտակցեն, որ այն գումարները, որը պետությունը վճարում է որպես ապահովագրավճար իրենց փոխարեն, դա իրենց հարազատների աշխատանքի արդյունքում մեր պետությանը վճարած հարկերի դրանց պետության կողմից խնամքով վերաբերվելու արդյունքում հնարավորությունն է, որ մենք կարողանում ենք այսօր նման համակարգ ներդնել եւ այս առումով մեր քաղաքացիները պետք է նաեւ իրենց պատասխանատվությունը վերցնեն, որպեսզի կարողանան իրենց փոխհարաբերությունները հաստատությունների եւ մասնագետների հետ կառուցեն այնպես, որպեսզի ավելնորդ վճարների եւ այլ հարցերի խնդիր չառաջանա, սա ինչի համար եմ ասում, որովհետեւ մեր մենտալիտետի մեջ նաեւ կա, որ մարդիկ սովոր են հաճախել սովորաբար այն բժիշկների մոտ, այն հաստատություններ, որտեղ նախկինում հաճախել են եւ սա հնարավորություն է տալիս որոշակի դեպքերում նաեւ ունենք ցավոտ դեպքեր, երբ նախկինից ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա այսպես վճարումների process-ներ կա, որը շարունակվում է նաեւ այս դեպքերից խուսափելու եւ մեր քաղաքացիները ավելի հստակ իրենց իրավունքներին տիրապետելու համար կա որևէ մեխանիզմ, որ կարող են առողջապահության նախարարության հետ որևէ անանուն կապի միջոցով ճշտել որոշակի իրավիճակների համար իրենց վճարելիք գումարները եւ կամ կասկածելի թվացող հարցերը։ Շնորհակալ եմ։ Ուրեմն մենք ունենք առողջապահության նախարարության թեժ գիծը 8003, ունենք առողջության ապահովագրության հիմնադրամի թեժ գիծը, զանգերի կենտրոնը 8866 եւ այս երկու կենտրոններն էլ ուրեմն առողջապահության նախարարության թեժ գիծը 24-ժամյա ռեժիմով, իսկ ուրեմն զանգերի կենտրոնը մինչև ժամը 8-ը ընդունում է զանգեր, ցանկացած տիպի խնդիր, բողոք, մենք սիրելի քաղաքացիներ շնորհակալ ենք, որ այդքան ակտիվ զանգում եք, ներկայացնում եք, առաջարկություններ եք տալի, բողոքներ եք ներկայացնում, շնորհակալություն եք հայտնում։ Մեր օրական զանգերը ուրեմն առաջին երկու շաբաթներին օրը մոտ 5000 զանգ ենք սպասարկել։ Հիմա իհարկե նվազել են թվերը, բայց նորից եմ կրկնում, մեզ համար սա այս հետադարձ կապը շատ կարևոր է։ Հաջորդիվ մյուս շաբաթվանից բժշկական կենտրոններում փակցված կլինեն QR կոդեր, որոնք սկանավորելով ձեզ մոտ կբացվի շատ կարճ հարցաշար կոնկրետ հարցերով եւ այնտեղ դուք կարող եք անանուն լրացնել ձեր դիտարկումները եւ սրանք էլ մեզ հնարավորություն կտան հետադարձ մեր քաղաքացիների գոհունակությունը չափել, հասկանալ խնդիրները, որովհետեւ այստեղ էլ պետք է մի փոքր տարբերակենք բողոքը պիտի նաև լինի այնպիսին, որից կարող ես բան քաղել, կոնկրետ հարցեր, խնդիրներ եւ դրանց վրա աշխատել։ Դրա համար ենք այս հարցաշարերը կազմել, որ տեսնենք ինչու՞մ է եղել խնդիրը։ Սպասել են, բարեհամբույր չեն եղել, վճար են գանձել եւ այլն եւ այլն։ Այսինքն այստեղ էլ պիտի պրոֆեսիոնալ ձևով մոտենանք եւ իհարկե կլինեն կամավորներ, ովքեր կշրջեն հարաճիկայում եւ քաղաքացիներից էլի հարցումների շրջանակներում կպարզեն բարձրացված խնդիրները։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար